Մեկ տարի անց, այ քեզ լուր, Նիկոլը քիչ առաջ շոկային բան պատմեց, դաժան բացահայտում, որը պայթեցնում է ողջ երկիրը։ Վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունենում զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, կերեվարված զինվորների հարազատների հետ, եւ նրանք դրվագներ են պատմում, որոնք իսկապես պետք է արժանանան լրջագույն քննության։ Երեկ օրինակ այդպիսի մի հանդիպում ավարտվել է նրանով, որ զինվորների հարազատները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները այդ հաղորդումը պետք է ընդունեին եւ սկսվեր քննություն։ Եվ կան նաեւ հրապարակային վկայություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ շրջել են զորքերով եւ ասել են, որ կռվելը իմաստ չունի, որովհետեւ հողերը հանձնված են, հողերը վաճառված են։ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս բոլոր երևույթները պետք է արժանանան քննության եւ արժանանում են քննության, այլ բան, որ հիմա էլի եմ ասում, շատ մեծ ուժեր են կենտրոնացած, այդ թվում քննչական մարմինների, անհայտ կորած զինվորների, զոհված զինվորների ճակատագրերը պարզելու ուղղությամբ, եւ ես լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ այս ամբողջ պատմությունը պետք է համապարփակ քննության ենթարկվի եւ հանրությունը պետք է ունենա ամբողջական պատասխաններ, եւ իմիջիայլոց ես նաեւ այդպիսի կասկածներ ունեմ, որ ոմանք փորձում են պրոցեսները զարգացնել այն ուղղությամբ, որ որոշ ճշմարտություններ բացահայտելու եւ հանրության համար պարզաբանելու հնարավորություն ընդհանրապես չլինի։ Սա նույնպես շատ կարևոր նրբերանգ է, ասել է նա։ Հարցին, թե արդյոք կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հիմա մեղադրվում են դավաճանության մեջ, գեներալներ, բանակի ներկայացուցիչներ, գուցե ոչ զինվորական, բայց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Փաշինյանը պատասխանել է. Արդեն խոսվել է նրա մասին, որ եղել են դեպքեր, երբ հրաման, առաջադրանք չի կատարվել, եւ այդ առաջադրանքի չկատարումը կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ օրը, կոնկրետ օպերացիայի ժամանակ ճակատագրական նշանակություն է ունեցել պատերազմի հետագա ողջ ընթացքի համար։ Եվ երեք օրինակ իմ նշած հաղորդման մեջ, որ անհետ կորածների հարազատները ներկայացնում էին, այո, շոշափվում է նաեւ գեներալի անուն-ազգանուն, եւ այլ դրվագով նույնպես այդ նույն գեներալի անուն-ազգանունը շոշափվում է։ Բայց ես պնդում չեմ անի, որովհետև հանգամանքները պետք է պարզվեն։ Ըստ նրա համացանցում թերևս տեսել են այն դրվագը, երբ զորամաս է անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ, եւ այդ զորամասում մենք տեսնում ենք, թե տանկերը կանգնած են, արկղերը տեղում են, զենք զինամթերքը տեղում է, բայց զինվորներ չկան։ Այս դրվագը պետք է պարզաբանվի, թե ոնց է պատահել։ Ուրիշ բան, երբ մարտ է տեղի ունենում եւ մարտի արդյունքում կարող է լինել ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտություն, բայց ինչպես է պատահում, որ անվնաս զորամասը անցնում է հակառակորդին։ Ընդ որում տանկերը կանգնած, հրանոթները կանգնած, ֆագոտները տեղում, զենք զինամթերքը տեղում։ Սա հարց է, որի պատասխանը պետք է տրվի, չէ։ Այս դրվագի տակ չի կարող ինչ-որ մի սխալ տեղի չունենալ։ Ես ձեզ կարող եմ մի բան 100%-ով հավաստիացնել, որևէ մեկը այդպիսի հրաման չի տվել, որ զորամասը զենք զինամթերքով թողեք հակառակորդին, բայց ով է թողել։ Ինչ-որ մեկը որոշում կայացրել է, չէ։ Մենք գիտենք ով է այդ ինչ-որ մեկը, եւ այդ դրվագով պետք է տեղի ունենա քննություն։ Այդ դրվագի քննությունը ինչի կբերի եւ հանցանքը կամ արարքը ինչպես կորակվի, պետական դավաճանություն չգիտեմ, զինվորական երթման խախտում, ինչ կոնկրետ որակում կստանա, դա ուրիշ հարց է, բայց այդ տեսարանը ակնհայտ է, եւ այսպիսի տեսարաններ էլի կան, ասել է նա։